Ձեր անուն, ազգանուն, հայրանունը։ Շաբանյան Արմեն Շամոյ։ Շաբանյան, որտեղ եք ծնվել, որ թվականին ամիս ամսաթիվը։ Ադրբեջան քաղաք է, դա եղել։ Ադրբեջան Հանրապետության գյուղ Բեգումսարը։ Այդ որտեղ է։ Միլբաշիսկ է Ադրբեջան Հանրապետության։ Հասկացա։ Որ գյուղում Բեգումսարը։ Բեգումսար գյուղում։ Գրես։ Սարում։ Բեգումսարը։ Բեգումսար։ 55 թվական։ Օգոստոսի 5։ Այո։ Որտեղ եք բնակվում։ Քաղաք Երևան։ Երկրորդ մասի Մոլդովական 58, բնակարան 12։ Աշխատում եք։ Ոչ։ Թոշակառու։ Որ թոշակառությունն եք աշխատելու եք։ Եթե աշխատանք կարելի է տեղավորել, կաշխատել։ Այդ եմ ասում, էլի։ Որտեղ ում եք ճանաչում վարույթի մասնակիցներից։ Ում։ Վարույթի մասնակիցներից ում եք ճանաչում։ Իրենք վարույթի մասնակից չեն։ Դավիթ Սարգսյանին ճանաչում եք։ Պայման։ Որտեղից որպես ինչ եք ճանաչում։ Որպես Ստեփանակերտ քաղաքի քաղաքապետ։ Դուք Ստեփանակերտի բնակիչ եք եղել։ Բնակիչ եմ եղել եւ աշխատել եմ քաղաքապետարանի դից հիմնարկում։ Որ հիմնարկում եք աշխատել։ Ջերմային տնտեսությունում որպես տնօրեն։ Որպես տնօրեն։ Բարի։ Մեր վարույթով նաև այլ մեղադրյալներ կան, ում դատանը թույլատրել է, որ նրանք չմասնակցեն դատական նիստին, մասնավորապես Սասուն Համբարձումյանը, Ալբերտ Գոտանյանը, Սերգեյ Բաբայան, Սամվել Մինասյան եւ Տրթակ Մարտիրոսյան։ Նրանց ճանաչում եք։ Այո, հավաքանի անդամներ։ Բոլորին ճանաչում եք։ Այո։ Նրանցից ում եք ինչ փոխհարաբերությունների մեջ եք գտնվել ու գտնվում։ Աշխատանքի բանը, ուրիշ ոչինչ։ Ձեր աշխատանքն եղել է մինչև 23 թվականի սեպտեմբերի 19-ը, չէ՞։ Այո։ Դրանից հետո։ Ոչ, մենք այն դեպքում որ պիտի հավաքան նիստային։ Հասկաց, չէ, ուզեմ ասեմ հարաբերությունները նորմալ են։ Թշնամություն չկա այդպեսի։ Բարի։ Ուրեմն ես դες պարզաբանում եմ, որ դուք վարույթով ունեք վկայի դատավարական կարգավիճակ, պարտավոր եք ճիշտ ցուցմունք տալ, ակնհայտ ցուցմունք տալուց հրաժարվելու խուսափելու դեպքում նախատեսված է քրեական պատասխանատվություն, միևնույն ժամանակ պարզաբանում եմ, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության ուժով իրավունք ունեք հրաժարվել ձեր ամուսնու մերձավոր ազգականի վերաբերյալ ցուցմունք տալուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այդ ցուցմունքը կարող է օգտագործվել ձեր կամ նրանց դեմ։ Պարզ է հասկանալի է։ Այո։ Խնդրեմ մոտեցեք ստորագրեք, որ զգուշացված եք։ Հասկանալի ստորագրություն։ Ձեր դիմաց տեքստ կա դրված, այդտեղ, թե խոսափողներն հենց են դրել չի եղել։ Տեսանելի այդ տեքստը ձեզ, խնդրեմ բարձրաձայն ընթերցեք։ Ես անուն ազգանուն ցուցմունք տալիս Չէ, մի հատ նոր, չէ, ես գիտեմ, մի հատ ուշադիր հենց կարդացեք։ Ես Արմեն Շաբանյան, ցուցմունք տալիս ասելու է ճշմարտությունը, ոչ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտություն։ Բարձր, չէ։ Այո։ Պարոն Մեղադրով, խնդրեմ հարցեր։ Բավական բարձր պատասխանեցիք, նախորդ միշտ Ստեփանակերտ քաղաքի ջերմային տնտեսության տնօրեն։ Ջերմային տնտեսության միջոցները ինչպես են ձևավորվել եւ քանի
ավտոմեքենաներ Ջերմային գիտություն ունեցել է 3 ավտոմեքենա։ Մի հատ կամար, մի հատ գազ 31, մի հատ էլ պիկապ։ Մի հատ էլ ինչ պիկապ։ Mitsubishi, 200։ Այդ ոնց կարան մոռանալ։ Ան խաչի։ Հա։ Չէ, դուք եկեք սեպտեմբերի 27։ 27։ Անուշատ։ ինչով է Հայաստանի Պիկապ Հելվես, հայ։ Եկերես մինգել Մի քիչ բարձր էլի խնդրում եմ խոսալ։ իսկ մյուս մեքենաները նշեցին Հանացել է հարաբար։ Առաջինը վարոտ չի, երկրորդը Ինչ չի եղել վարոտ։ այո, Հասկացա։ մինգել ինչա բենզին դեսալատի բակա։ բացի մյուս մասին պատասխանել տնտեսություն կրկնի միջոցները Ոնց է ջավակի։ Բյուջե եկամուտները մենք ջերոցումով ապահովել ենք, ջերոցում դիմաց ստացել են գումարը։ նկատիվն եմ Ստեփանակերտի քաղաքապետարանի համայնքի կողմից, կամ պետության կողմից, կառավարության կողմից։ Այո, մենք ջերոցում ենք տվել, այո, մենք ջերոցել ենք Ստեփանակերտ քաղաքի հիմնարկ ձեռնարկների, կառավարությանը, նախագահի նշված մարմինների կողմից ջերմային տնտեսության ֆինանսավորումն եղել է։ ամբողջ ֆինանսավորում եղել է պետական, պետության կողմից, կառավարության կողմից։ Մեր աշխատած բանի դիմաց, էլի։ Դա հարց է սա մյուս հարցներ տան, մեքենաները և հատկապես Mitsubishi-ի մասին ապոստը, ինչ միջոցներով են ձեր կրվել։ Հիմնարկը եկամուտների հաշ։ Այդ եկամուտները ոնց են ձևավորվել, Ոնց է ձևավորվել։ ոնց են ձևավորվում եկամուտները։ Ոնց է գոյացել։ Էկանում է հաշիվել, ջերուցել է, էկանում է արել շավս։ Լավ, երևի մի քիչ ավելի Ես էլ չեմ ուղղում ճիշտ ասած ինչ աս։ օրինակ, չգիտեմ, վարձավճարներից, հա։ Մենք վարձավճարները եղել է պետության կողմից, պետությունն է մեզ վճարել, անհատ ոչ մեկը ջերուցումով ապահովել չէ։ Բնակիչները քաղաքացիները չեն վճարել այդ ջերուցման համար, որ դուք ապահովել եք։ Բնակիչները ոչ։ Մենք մենակ հիմնարկ ձեռնարկություն եղել է։ Հա, դուք եք Դպրոցներին, կառավարությանը, այսինքն ճիշտ հասկացա, որ դուք բնակչությանը ջերուցումով ապահովել չէ։ պետական տեղական ինքնակառավարման մարմիններին եք ապահովել ջերուցում, հա, դպրոցներին, նրանց կողմից վճարված գումարների հաշվին գոյացել ձեր։ Դրա հաշվին է գներեք ես։ Այո։ Երբ որ տեղափոխվեցիք Հայաստանի Հանրապետություն, երբ ով որոշեց, որ Mitsubishi էլեկտրոկոմի մասին խոսքը, որ դա պետք է օտարվի ձեզ նվիրատության եղանակով։ Ես լսել եմ, որ այդպիսի որոշումը դուրս եկավ, որ քաղաքականից է պարավորել։ Ես դիմել եմ պարոն Սարգսյանին, մեր քաղաքապետին, որ ինքինս անկոլոգիա հիվանդ է, 7 անգամ պիտի վիրահատվի, խնդրել եմ իրան, որպեսզի թույլ տա սեփականացնել։ Ինձ ընդունեց, հավաքանը նիստ արի, որոշեցի մոնախորից։ Իսկ մեքենան հիմա շահագործում եք, թե ոչ։ Մեքենան ծախվել է։ Ում եք վաճառել։ Հիմա Մոսկվա հիմա։ Ով է Մոսկվում, սեփականատեր, գնորդ։ Գնորդ ավտոներն։ Մեքենա է վա։ Այո։ Հայաստանի Հանրապետություն։ Ես վայրն է հարցեր չու։ Համնելիքյան։ Ագինգալ, հստակեցնելու համար, արդյոք առանձին ֆինանսավորում եղել է կառավարության կողմից,
կամ որևէ այլ պետական մարմինների կողմից հատկապես մեքենաներ ձեռք բերելու Ոչ. համար։ Հիմնարկը գնել է միայն իրենց շահույթի հաշվի։ Արդյոք եղել է այլ ֆինանսավորում ձեր ղեկավարած հիմնարկին, բացի ձեր կողմից մատուցած ծառայությունների համար ստացված վարձավճարը։ Ոչ։ Ես այն հարցեր չունեմ։ Դուք Սարգսյան։ Հարցը չունեմ։ Որ ասում եք, ես դիմեցի Սարգսյանին, հետո ավականու նիստ եղավ, որոշեցին, որ այդ մեքենան տանձ ես, հա? Այո։ Դա կասեք, այդ նիստը որտեղ ա եղել, որտեղ եք դիմել Սարգսյանին, Աբովյան փողոց, դեղ մեզ օֆիս է եղել, քաղաքապետ։ Երևան քաղաքի Աբովյան փողոցում, Աբովյան ինն է, եթե չեմ սխալվում։ Աբովյան ինն։ Դիմել եմ, դուք իմացել եք, որ քաղաքապետն ընդեղ ա նստում, հա? այո, Գնացել եք, դիմում եք գրել, դիմում եմ գրել, համաձայնությունը տվել է, հավաքանային արել, հետո տեղեկացրել, որ հավաքանը հաստատվել։ որոշում են տվել ձեզ ինչ-որ, Այո, ինչ է կարել այդ որոշումը, այդ որոշումը բաղել հասնել եմ գայի։ գնացել եք ոստիկանություն, Այո, հա? ոստիկանությունը գնացել եմ, Ներկայացրել եք, այո, ամբողջ ներկայացել եմ, ես սեփական հաշվում։ շուտ վճարում եք կատարել, ինչ է կարել, 25,000 դրամ եմ։ ինչի համար եք վճարել, Այդ աֆարմերին արել եք, էլ։ այդ ձեռք բերեցիք այդ մեքենան, հա, իսկ ում վաճառեցիք այդ մեքենան, Իմ քերը տողե վրա։ ձեր քենու Տղի վրա։ տղայի վրա, այսինքն ձեր կնոջ, քրոջ որդու, Չէ, իմ կնոջ քորը իր վաճառել։ քենին կնոջ քույրը, չի, Կնոջ քորը է դա։ հա, Վաճառել եմ, հա, իրան որդին էր ցերադնաց։ հասկաց, իսկ երբ եք վաճառել եք մեքենան գնելուց, Երևի մի ամսուկես ամիսից հետո։ մի ամիս ու կես հետո, այլ, այդ մյուս մեքենաները, որ ասեցիք, ձեր ջերմային տնտեսության հաշվեկշռում 3 մեքենա կար, Այո, այդպես մեկը ասեցիք կամազեր, հա, կամազեր, մեկը 31, սովետ գազ 30, Այո։ հա, մեկն էլ պիկապ էր, Հելդվեստին, այո։ այո, հիմա ինչի կամազով չբերեցիք, ավելի շատ գույք կբերեիք ընդեղից, օրինակ այդ մեկը բերեցիք, Առաջինը վարորդի, երկրորդն ասում։ ինչ չի եղել, Վարորդ, այսինքն վարորդական իրավունքի վկայական ունեցող այդ մեծ բեռնատարի համար, իմ վարորդս, արդեն տեղափոխված է Երևան, Հայաստան, հացավտոման ասած է։ դուք չեք կարող այդ մեծը քշել, ով է որոշել, էլի, որ այս մեկը թողեք, այն մեկը բերեք, Այնտեղ ինչ որոշել, ով է։ այդ եմ ուզում Իմաստիկին իմացել չէ, թե ինչ անել։ Դե, պիկապը վերցել եմ եկել, մնացածի թող։ դուք կարողացել եք այդ մեքենան վարեք, դրանով եք եկել, Այո, ես ինքս եմ եղել վարելիս։ հասկացա, ուզեմ ասեմ ուրիշը չէիք կարող վարել, այդ մեկը չվարեիք, Չէ, ես ուրիշ ապտը չեմ կարող քշել։ Գուրզավոտ չեմ կարող էլի քշել։ որ կարողանայիք այդ մեկը կբերեիք, Չէ, հնարավոր չէր։ ինչի, Գարիչ չի եղել։ նրա վարելիքն ավելի շատ էր, լավ, ես էլ չունեմ հարցեր, կան էլի հարցեր, ազատ եք, շնորհակալ եմ, Սերեմ շուտ։ մյուս կան ասա, մեկն ու մեկին էլի,